Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կանցկացվի Երևանում մայիսի 4-ին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա հստակեցրել է, որ նախագահ Իլհամ Ալիևի մայիսի խիտ եւ հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։ Բայրամովն անդրադարձել է նաեւ 2024 թվականին ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանմանը։ Նա շեշտել է Բաքվի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ սկզբունքային է եւ հստակ։ Դա Ռուսաստանի պաշտպանության նախարարության սխալն էր։ Նրա խոսքով ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Մոսկվան կկատարի բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնց մասին 2025 թվականի հոկտեմբերին պայմանավորվել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Տեղի ունեցածին իրավական գնահատական կտրվի եւ փոխհատուցում կվճարվի։ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի մեկնող Ազալի ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում գտնվող 67 անձից 38-ը զոհվել էր։ Ենթադրվում է, որ ինքնաթիռին հարվածել է ռուսական հրթիռ, երբ այն փորձել էր վայրէջք կատարել Չեչնիայի մայրաքաղաքում։ Իրանը եւ Միացյալ Նահանգները Ժնևում կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը, սակայն եթե հետագայում Իրանը հրաժարվի քննարկել բալիստիկ հրթիռները, ապա դա մեծ խնդիր կառաջացնի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով Իրանը փորձում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծել։ Ունի մեծ քանակությամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների եւ ԱՄՆ գործընկերների համար։ Ռուբիոն միաժամանակ շեշտել է, նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դիվանագիտական լուծում գտնել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին հայտարարել է, Վաշինգտոնն ունի վկայություններ, որ Իրանը փորձում է վերսկսել միջուկային զենքի ստեղծումը, իսկ իրենք դա չեն կարող թույլ տալ։ Վենսի խոսքով ԱՄՆ նախագահը ձգտում է միջուկային խնդրի խաղաղ կարգավորման հասնել, սակայն ունի նաև այլ տարբերակներ։ Ժնևում բանակցությունների երրորդ փուլին ընդառաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր է հասնել արդար համաձայնության։ Նա կրկնել է, Իրանը միջուկային զենք չի ստեղծի, սակայն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիան օգտագործել խաղաղ նպատակներով։ Թեհրանը պատրաստ է զիջումների եւ դրա դիմաց սպասում է պատժամիջոցների չեղարկման, հավելել է դիվանագետը։ Արաղչին նաև նշել է, եթե ԱՄՆ-ն որոշի հարվածել Իրանին, ապա տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններն օրինական թիրախ կդառնան։ Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել կողմերին համաձայնության հասնել, այլապես հակամարտությունը կարող է տարածվել Իրանի սահմաններից այն կողմ։ Չնայած սպասվող բանակցություններին, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի 4 քաղաքացու 10-ից ավելի նավի եւ Իրանի հետ կապերի համար մեղադրվող 16 ընկերության նկատմամբ, որոնք գրանցված են տարբեր երկրներում, այդ թվում Թուրքիայում, Պանամայում, Մարշալյան կղզիներում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Ժնևում երկկողմ հանդիպմանը քննարկվելիք հարցերին, ինչպես նաև մարտի սկզբին Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպման նախապատրաստմանը։ Զելենսկին հույս է հայտնել, որ այդ բանակցություններից հետո հնարավոր կլինի 3 երկրների ղեկավարների հանդիպումը։ Հեռախոսազրույցին մասնակցել են նաև ամերիկյան կողմի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։ Ըստ Axios-ի աղբյուրների, Զելենսկին Թրամփի հետ զրույցում հույս է հայտնել, որ հակամարտությունը կավարտվի այս տարի։ ԱՄՆ նախագահն էլ ցանկություն է հայտնել, որ այն ավարտվի 1 ամսից։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ քննարկվող հարցերի շրջանակը հաջողվել է նեղացնել, մնացել են միայն չափազանց բարդ հարցերը։ Մարկո Ռուբիոյի խոսքով ԱՄՆ վարչակազմը շարունակում է ճնշումը Մոսկվայի վրա, նաև սպառազինություն է վաճառում Ուկրաինային։ Զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները։ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հարվածի տակ են հայտնվել Կիևը, Խարկովը, Պոլտավան, Կրիվոյ Ռոգը եւ Զապորոժիեն։ Ուկրաինային ռուսական հարվածների պատճառով Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է երկինք բարձրացրել։ Հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգերը բերվել են պատրաստության բարձր վիճակի։ Ռուսաստանն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 17 ԱԹՍ խոցելու մասին։ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր եւ կրակ բացել Կուբայի պարեկային ծառայության ուժերի վրա։ Հրաձգության ընթացքում Կուբայի ուժերը սպանել են մոտորանավում գտնվող 4 անձի, վիրավորել 6-ին։ Ըստ Կուբայի ներքին գործերի նախարարության, նավը դուրս էր եկել ԱՄՆ Ֆլորիդայի նահանգից։ Դրա տախտակամածին եղել են կառավարության դեմ հանդես եկող կուբացիներ, որոնք զինված են եղել հրազեններով եւ պայթուցիկներով։ Եվս մեկ մարդ ձերբակալվել է Կուբայի տարածքում։ Ձերբակալվածների նախնական հայտարարությունների համաձայն նրանք մտադիր էին երկիր ներթափանցել ահաբեկչական նպատակներով։ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ տեղի ունեցածն առնչություն չունի ամերիկյան կողմի հետ։ Նրա խոսքով ամերիկյան կողմը կստուգի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը հետևում է իրադրությանը։ Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան այս միջադեպը համարում է Վաշինգտոնի կողմից ագրեսիվ սադրանք, որի նպատակն է սրել իրավիճակը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։